ԱԺ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանին հիշեցրին վրաերթի ենթարկած հեղի կնոջ գործի մասին։ Հեղի կին է մահացել Ձեր Շարասյան կողմից, ոչ բարոյական, ոչ քաղաքական պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել։ Այս մասին հայտարարեց Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան Փաշինյանը նշեց. մի կողմից ասում եք դատական համակարգը պետք է անկախ լինի։ Դուք կամ տուժող կողմը որևէ հիմք ունեք, որ ես միջամտություն եմ արել գործին։ Ես ասում եմ, բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում լինել, ասաց վարչապետը հավելելով. մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք։ Կառավարության ղեկավարը խոսեց դատարանի անկախության սկզբունքը պահելու մասին, այդ համատեքստում նշելով падգամավորի այս թեմայով հարցը իրեն ուղղված չէ։ Վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերի պաշտպան Ռաֆի Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե իր Ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմն արդյոք կասկած ունի, որ ինքը միջամտում է գործին։ Ասեմ շատ ուղիղ, տուժող կողմը համոզված է, որ միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից 3 տարի անց ոչ մեկ չենթարկվել քրեական պատասխանատվության, նույնիսկ չազատվել աշխատանքից։ Դատարանի պարտավորեցումից հետո Ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվել։